Արտաքուստ մեր հասարակությունը կամ անհատները կամ մենք սովորական մարդիկ շատ ենք բախվում անարդարության, բայց եկեք լայն նայենք այդ ամեն ինչին։ Իրականում գիտեք, կյանքում անարդարություն չկա անարդարություն, իրականում կան հանգամանքներ, հա, որը պետք է միշտ հաշվի առնել։ Ի վերջո ինչը պատճառը հետևանքային կապը, ինչը բերեց հասցրեց նրան, որ ես այս վիճակում եմ, կամ դիմացին այդ վիճակում է, կամ մի ամբողջ սոցիում այս վիճակում է, հա, ինչ բերեց դրան, ինչ դեգրադացիան բերեց, թե անուշադրությունը բերեց, ինքնասիրահարվածությունը, գոռոզությունը, էգոն, հասկանում եք, սրանք բոլորը պատճառներ են։ Ես հիմա կարողանում եմ այսպիսի բաների մասին խոսալ, որովհետև մաքսիմալ փորձում եմ հաղթահարել այդ ամեն ինչը։ Գիտեք, կատարելության հասնում է այն մարդը կամ մոտ է կանգնում կատարելության, ով կարողանում է հաղթահարել իր էգոն։ Ընդհանրապես արվեստում էլ է այդպես։ Եթե դու քո էգոն չհաղթահարես, օրինակ եթե լինես դերասան, ստեղծագործ մարդ, ապա չես կարողանա մաքսիմալ մտնել այդ նոր կերպարի մեջ, հա, որը որ դու խաղալու ես, կամ ստեղծելու ես, կամ նկարելու ես։ Իրականում ամեն ինչ արդար է, ցավոք սրտի մարդիկ վերջում են հասկանում, բայց երբեք ուշ չի, իհարկե, մարդը միշտ հնարավորություն ունի փոխվելու։ Ես ասում եմ սա իմ փորձով, այսքանը